սարսափելի վիճակ էր, պետք չէր այդ ամեն ինչը մեր Գյումրիում տեղի ունենար։ Գյումրեցիներն ուշքի չեն գալիս հոկտեմբերի 20-ին քաղաքի վրա ոստիկանական գրոհից հետո։ Մեր քաղաքին սազական չէր, մեզ սազական չէր, հարիր չէր։ Գյումրեցու ձեռք ոլորեն, ոտքն ուսին դնեն ու կանդալեն միայն նրա համար, որ պաշտպանում է քաղաքապետին։ Մեկ շաբաթ առաջ Գյումրիի համայնքապետարանում այդ տեսարանները մինչև հիմա քաղաքի բնակիչների աչքերի առաջ են։ Շոու էր, այո, ես չհասկացա ինչ էր, ջահել տղեկին սաղին հավաքեցին տարան ծեծելով, անձամբ ես եմ տեսել ոտքը թրած, միլիցիան ոտքը թրած այդ երեխու գլխին ինձ ծեվից ծեծելով տարան։ Մենք պոլիտիկ չենք տղաչան։ Ինչ է, մենք քաղաքական բաներ ենք, որ մեզի կանդալի մեջ կպահեն։ Քաղաքական շոու, այսպես են նկարագրում գյումրեցիները ոստիկանների գործողությունները։ Դա շոու էր, ցույց տվեց որ մենք ցեզի կռան խայտարակենք։ Փոխարենը իրենք խայտարակվեցին, պնդում են հայրաքաղաքի բնակիչները։ Ասում են այդ օրը վերջնականապես պարզ դարձավ, իշխանությունն այլևս չի վայելում ժողովրդի վստահությունը, թե չէ ինչու պետք է ընդհուպ Երևանից ոստիկաններ բերեին ընդդիմադիր համայնքապետին պաշտպանողների հախից գալու համար։ Տեսակ ինչ բազմություն էին հավաքվել, որովհետև սիրված մարդ էր։ Մեր քաղաքապետը հանցագործ չէ, ոչ մի հանցագործություն չի կատարել, որ այդ ձևով քաղաքապետարանի շենքից իրան տանեին։ Ուղղակի գիտեին, որ ժողովուրդը իր թիկունքին է, դրա համար էլ այդքան մեծականակ զորք էին կուտակել։ Այսպես է կարծում նաև Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը նույնպես ցնցված է հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցածից։ Այդ ինչ բաներ, ոնց որ մի հատ վեստեր թրիլեր նայենք հերթացով, այդ վազում էին հարյուրավոր բաներով, մասկեք հագած վազում են, ո՞ւտեղ եք ընկել, ինչ եք ընկել։ Ասենք թե ճիշտ հասև եք եկել։ Հրավիրեք մարդկան խոսակցության, քննություն վարեք։ Ես առաջ անգամ այդպես բան տեսնում։ Այս գործելավեճը համապատասխանում է այն տեղեկատվությանը, որ իրանք այլևս չեն վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Գյումրեցիները զայրացած են, որովհետև հոկտեմբերի 20-ին տեղի ունեցածը չի ավարտվել։ Գյումրիի համայնքապետարանը գրեթե դատարկվել է։ Ամեն օր նոր մարդկանց են ձերբակալում, նոր քրեական հետապնդումներ սկսում։ Ըստ քննչական կոմիտեի հանրային քրեական հետապնդում է հարուցվել 41 մարդու նկատմամբ, որից 24-ը կալանավորված է։ Նրանցից 2-ը անչափահաս են։ Անմեղ երեխաների տարել փակել են 18 տարեկան, 20 տարեկան, 23 տարեկան երիտասարդների, որ չի կարելի, նրանց ապագան են ուղղակի կործանում։ Նոր քրեական հետապնդում է հարուցվել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հիմա էլ նրան մեղադրում են ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ անելու համար։ Սեպտեմբերի 16-ին եւ 23-ին այլ երկրների հետ միություն կազմելու մասին Ղուկասյանի մտքերն է քննչական մարմինը դիտարկել որպես Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչ։ Պարոն Ղուկասյան, Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը վստահ է, քաղաքական հետապնդում է իրականացվում Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։ Գյումրեցիների կարծիքով Հայաստանի իշխանությունն այդպես էլ չմարսեց Գյումրիում ընդդիմադիր համայնքապետի հաղթանակը եւ հիմա փորձելով Գյումրիում վախի մթնոլորտ ստեղծել, ուզում է հասարակ գյումրեցիներից վրեժ լուծել իշխանության տեխնացուին մերժելու համար։ Ժողովրդի մեջ խոճապ մանդեն, ժողովրդի մեջ վախ առաջանա, բայց գյումրեցին վախեցող չէ։ Որովհետև մեր գյումրեցիները թասիբով են ու երբեք թույլ չեն տա նմանատիպ բաներ լինել։ Վստահ են, Վարդան Ղուկասյանին ուզում են մեկուսացնել, որ իշխանությունների տեխնացուն ղեկավարի Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը, բայց իրենք դա թույլ չեն տա։ Ուզում ենք, որ մեր քաղաքապետը մնա մեր կողքին ու ինքը ղեկավարի մեր Գյումրին։ Լիլիթ Գասպարյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։